տալիս է, ստեղծում ինչ-որ մեկը ուզում է այդ ամեն ինչը բնաջնջի, այսինքն այդ հին ցիվիլիզացիաները պետք է գոյություն չունեն։ Կառավարող իշխող որևէ ուժի Բանական մարդ պետք չի։ Ես հրաշալի հրամանատարներ եմ ունեցել, արտակարգ, տղամարդ հրամանատարներ եմ ունեցել, իրոք մարդ, մեծատարով։ Նայում ես դեմքի տեսնում ես ժպտում ասում, ով չի վախենում նա հիմարա, բայց մի վախեցի, հանգիստ, լավ ալնելու հանգիստ։ Արսենը մեր խոտի հոկեյի ազգային հավաքականի ամենաերիտասարդ խաղացողն է։ Ինձ մոտ մեկ պատահում ինչ որ երգ եմ լսում, դուրս ա գալ, մի անգամ նույնիսկ արտահայտվել եմ, ասում եմ, ինչ լավ երգաբան, կողքից ասենք ընկերս ինձ ուսից բզում ասում, այդ տղա դու ես գրել ես երգը, ես չէի հիշում, իրոք չէի հիշում։ Վերջնական իմ աշխարհայացքի ձևավորումը եղավ Երուսաղեմ, երբ որ տեսա 4 թաղամաս երկիսված։ Ասեց պապ, եթե մի անգամ էլ գնաս իսկան ուշանաս, հետո որ գաս քեզ հոպար եմ ասել։ Բարև ձեզ, այսօրվա Ալֆա-զրուցակցի հյուրն է երաժիշտ, երգահան, եւս մեկ մասնագիտություն, բայց չեն կարողանում ճիշտ բառը որոշենք, երևի ընթացքում արդեն կհասկանանք։ Ուղղակի լավ մարդ, Արթուր Սաֆարյան, ողջույն Արթուր ջան։ Երկար ժամանակ եթերից առաջ փորձում ենք հասկանանք այդ ռուսերեն տելևիզիոնշիկ բառը ոնց կլինի ու հայերեն հոմանիշը ոնց որ թե չգտանք, հա, բայց ես գիտեմ, որ երկար ժամանակ չգիտեմ ինչքան արդեն դուք ասես, հեռուստատեսության հետ կապ ունես եւ տարբեր ոլորտներ, եթե չեմ սխալվում, ոնց հայտնվեցիր հեռուստատեսությունում։ Այո, ես միշտ ասում եմ իմ նախորդ ամբողջ կյանքս անցել է հեռուստատեսությունում, երևի 23-24 տարեկանից սկսած, երբ որ զինվորական ծառայությունս ավարտեցի, վերջացրեցի, եկա ու Հրազդանում էի ապրում, Հրազդանի այնտեղ մարզային հեռուստատեսություն կար, այդտեղից սկսվեց ամեն ինչ, հետո այն ժամանակ շատ լավ մի լրատվական թողարկում կար, կոչվում էր Ստորակետ, դա Ինտերնյուսն էր, այսպես ասեմ, հա, Ինտերնյուսն էր դրա շեֆը, Ինտերնյուսում էր դա արվում եւ համագործակցում էին մարզային տարբեր հեռուստատեսությունների հետ։ Երևանում նկարում են եւ ծրում են, հա։ Չէ, պարտադիր չի Երևանում, ընդհակառակը ամեն մեկը իր մարզում ինչ որ հետաքրքիր հեղինակային ռեպորտաժ, այդպես։ Ես ահագին համագործակցել եմ Ինտերնյուսի այդ լրատվական թողարկման հետ։ Շատ լավ ընկերներ, շատ հետաքրքիր սյուժեներ ենք սարքել, ես կարոտով եմ հիշում այդ տարիները։ Որպես լրագրող, ոչ, որպես լրագրող։ Հետո արդեն տեղափոխվեցի Երևան, Երևանում աշխատանքի անցա Շարմ ընկերությունում, այնտեղ նկարահանող խմբի մեջ էի, էլի ամբողջ օրը նկարահանումներ, տարբեր ֆիլմեր, հաղորդումներ, ծրագրեր, բավականին ակտիվ, այսպես ասեմ, հա, գործունեություն էր ամենատարբեր պրոյեկտներում ու տարբեր հեռուստատեսությունների հետ արդեն, որից հետո Կենտրոն TV, հետո մի խոսքով միայն մի հեռուստատեսություն կա, որ չեմ համագործակցել, անունը չեմ ասի, բայց այն ժամանակվա գործող բոլոր հեռուստատեսությունների հետ համագործակցել եմ, իսկ ամենաերկարը հանրային հեռուստատեսությունն եմ աշխատել, այսպես ասեմ, թեև մենք հեռուստատեսությունում չենք առանձին արտադրողներ էինք, հա, խոսքը գնում է օտարամայի ճամփեքի վրա, Հայաստանի ճամփեքով, մերոնք, վերադարձ դեպի ապագա, այս պրոյեկտների մասին է, որը Համահայկական աշխարհագրական ասոցիացիա, այսպես նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ։ Ռաֆայելը դուք եք այդ ամեն տեղերը գնում։ Ամենաառաջին օրերից սկսած այդ ծրագրերը, որ սկսել ենք պատրաստել, ամենաառաջին թողարկումներից սկսած, ես սկզբում որպես խմբագիր էի աշխատում, բայց քանի որ արդեն ընդգրկված էի այդ ծրագրերում եւ նկարահանում էի արդեն որպես օպերատոր, հա, այդպիսի բան կար, չէ, ժամանակ ես ինչի սկսեցի օպերատորական աշխատանքի կողմը թեքվել, որովհետև լրագրողի օրը հագեցած էր, աշխատանքը շատ էր, արդյունքը քիչ։ Իսկ ես ընտանիք պիտի պահեի, սկսեցի որպես օպերատոր արդեն կուրսերի գնացի, բան։ Ամենաշատը ինքից տպավորվեցի այդ հաղորդումների ընթացքում տեղանքից կամ մարդկանցից ում այդ հարցը։ Գիտես Տիգրան, այդ հաղորդումը, որ կուզեներ էլի գներ այդ մարդը։ Այդ հաղորդումը հսկայական
մի հանրագիտարանը գլխիդ մեջ մշտական։ Ես դա համեմատում եմ, գիտեք ինչի հետ, որ եթե միևնույն ժամանակ այդ ժամանակահատվածը, որ ես աշխատել եմ այդ ծրագրերի վրա, եթե դու այդ ամբողջ ժամանակահատվածում նստեիր կարդայիր, այդ ամբողջ ինֆորմացիան դու չէիր կլանի։ Այն ինչ որ գնացել ես, անձամբ տեսել ես, շոշափել ես, անձամբ որ ասում եմ քիմքիդ վրա զգացել ես, հա, այդ ամեն ինչը Նորվեգիայից մինչև արաբական թերակղզի, ամբողջ այդ եվրոպական, նաև մերձավոր արևելյան այդ երկրները իրենց մշակույթներով, իսկ ծրագիրը ահավոր ընդգրկուն էր, որովհետև մենք չունեինք ինչ-որ բան, ուղղություն, ասենք, մենք ներկայացնում ենք միայն այս երկրի բանը, խոհանոցը կամ մշակույթը կամ մենք այդպես չենք անում, մենք նախորդ պատրաստվում ենք, ենթադրենք, գնում ենք Բուլղարիա։ Ասենք չեք ընտրում հենց Բուլղարիան, ոնց եք որոշում ինչ-որ ռեյտինգայնությամբ, հետաքրքրությամբ, պլանկար երկրների։ Մենք չէինք ընտրում կոնկրետ Բուլղարիան։ Մենք ամեն ինչ էինք ընտրում, հերթով։ Օրինակ նստած եք ընկերներով այդ խմբագրական կազմով, տղերք եկեք գնանք Լեհաստան, ոնց այդ որոշվել էլի։ Ուրեմն կար ցուցակ, կար քարտեզ եւ կային գաղափարներ։ Ինչ ենք ուզում մենք, որտեղ այդ նախ այդ ամեն ինչը պետքա համապատասխաներ նաև մեր գրասենյակի, մեր թիմի եւ հնարավորություններին եւ հարմարություններին, հա, այսպես ասեմ։ Մենք նայում ենք, օրինակ, գնում ենք Սիրիա, ինչ ենք գնում Սիրիա։ Բացի այն, որ սա միջագետքն է, համաշխարհային քաղաքակրթության, հա, այսպես ասեմ, օրաններից մեկը, բացի այն, որ Սիրիան ինքնին արդեն սարսափելի հետաքրքիր երկիր է, բացի այդ Սիրիան նաև մեր մայր գաղութն է, չէ՞, այնտեղ Հալեպում եւ ենթադրենք Հալեպի պատմական բերդում այսինչ ամսվա, այսինչ օրը մեծ շուկով նշվում է հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեության 100-ամյակը։ Սա համահայկական իրադարձություն էր եւ մենք չենք կարող մեր ձեռքից բաց թողնել, այսինքն դա առիթ էր եւ ներկայացնելու համահայկական այդ մեծ իրադարձությունը եւ միաժամանակ գտնվելու Սիրիայում եւ նկարահանելու, չգիտեմ, Մահալուլան, որտեղ խոսում են, եթե չեմ սխալվում, միակ բնակավայրն է, որտեղ խոսում են քրիստոսի լեզվով, արամեերեն են խոսում, այո, Մահալուլան։ Բացի դրանից Դերձորում եղաք։ Բնականաբար։ Ինչ է զգում Դերձորում։ Բնականաբար եղանք, նկարեցինք, այնտեղ Դերձոր քաղաք էլ կա։ Հիմա ու հսկայական բաներ, եկեղեցով, հայկական կալվածքով այդ եկեղեցիներ ցավոք հարվածել են եկեղեցուն, ինչքան գիտեմ հիմա չկա այդ եկեղեցին, բայց դա հզոր հայկական կենտրոն էր իր 100-ամյա ավանդույթներով, իր կայացած համայնքով, հստակ գծված, մի խոսքով կազմակերպված այդպիսի համայնք էր, բայց մեր խնդիրը միայն հայկական համայնքը չէր։ Սիրիայում գոյություն ունի Պալմիրան, ի վերջո, հռոմեական ամենամեծ հուշարձանն էր դա, ինչքան գիտեմ, եթե Հռոմը չաշխատի։ Այնքան գեղեցիկ տեսել ես, այնքան գեղեցիկ քաղաք է, օրինակ բանը Սանկտ Պետերբուրգը ասում են Սևեռնի Պալմիրա, հա, այսինքն համատուցն են անում Պալմիրայի հետ։ Դա Պալմիրան, ես գիտեք միշտ ինչ եմ ասում, դա պատմական հեքիաթ էր ուղղակի։ Երբ որ դու հայտնում ես այդ Պալմիրայի տարածքում, դա ոչ թե հուշարձան է, այլ դա ուրվական քաղաք է, պատմական իր ամբողջ զորությամբ, 18 մետրանոց անտիկ սյուներով, կամարներով, այդ սյունաշարերը, որ բան, ու վերևում բարձունքի վրա ամրոցով, ու դու ամբողջական պատկերացում էիր կարողանում կազմել հռոմեական դարաշրջանի այդ կայսերական այդ հզորության մասին, հա, ու Պալմիրան Զենոբ Եթաքուհու քաղաքն է եղել,
բայց այնտեղ ամեն ինչ հին հռոմ էր, հին հռոմեական այդ հզորությունը։ Իդեպ ես ասեմ, Եվրոպայում կամ հռոմեական կայսրության երբեմնի այդ տարածքներում, որ Եվրոպա, դու չես կարող տեսնել այնքան հռոմեական հետքեր, ինչքան Ասիայում, Մերձավոր Արևելքում, հա, եւ Լիբանանում, եւ Սիրիայում, եւ Սիցիլիան չասեմ, Սիցիլիան դա իրական դրախտն է երկրի վրա, ես միշտ այդպես եմ ասում, բայց Մերձավոր Արևելքում նույնպես հռոմեական հզոր հետքեր կան, իսկ Պալմիրան ինձ համար, իմ կարծիքով Պալմիրան դրանց թագուպսակն էր, ամենածավալուն, ամենահզոր, ամենամեծ, բանում էլ կա, Բաալբեկ կա Լիբանանում, նույն Պալմիրայի պես է, կամ մյուսը մեր Անջար գյուղի այդ հնավայրը, որը էլի այդ դարաշրջանի է, մի փոքր շեղված երևի չգիտեմ, դարաշրջանի մասին եմ խոսում, բայց ամեն դեպքում Պալմիրան մնում է Պալմիրա։ Հասել ես տեսնել ծաղկող Սիրիան, որովհետև դա է ուզում ասեի, ավերվածություններ ու ինչ-որ տպավորություն է ստացվում, ինչ-որ մեկը ուզում է այդ ամեն ինչը բնաջնջի, այսինքն այդ հին ցիվիլիզացիաները պետք է գոյություն չունենան այնտեղ, որովհետև հարվածները եւ Իրաքի վրա են գնում, եւ Սիրիայի վրա են գնում, եւ Լիբանանի վրա են գնալու, այսինքն հասել եք տեսնել այն ինչ-որ մենք էլ բացառություն չենք Տիգրան ջան։ Հիմա մենք էլ բացառություն չենք, ասենք, ինչ են ուզում հին ցիվիլիզացիաներից, այսինքն ինչով մենք խանգարում, ինչ են ոտի տակ են կնքել, ո՞ր ենք իրաց, խանգարում ենք նոր բան ձևավորելու։ Եթե միով բանիվ, այո, խանգարում ենք։ Այո, դրանք ժամանակակից մարդկանց աշխարհի կարգը թելադրող, աշխարհն ուղղորդող ուժերին դրանք պետք չեն։ Որովհետև մշակույթը, գիտությունը, հիշողությունը, նվիրական մասունքները ստիպում են մարդուն մտածել, ստիպում են մարդուն մնալ բանական արարած, բանական էակ։ Դու ինձանից լավ գիտես, որ կառավարող իշխող որևէ ուժի բանական մարդ պետք չի։ Պետք է մտածելու անընդունակ աշխատուժ եւ գլխաքանակ կառավարվող, հեշտ կառավարվող գլխաքանակ։ Հիմա եթե այսպես նստենք շատ փորփրենք, ուղիղ գծերով կգնանք կհանգենք հենց այդ մտքին, որ այո, ժամանակակից իշխողներին պետք չեն ինտելեկտուալներ, անհատներ, պետք է հեշտ կառավարվող ամբոխ։ Բացի անհատներից նաև ինտելեկտուալ երկրներ, հա, այսպես պատմությունով երկրներ։ Ինտելեկտուալ երկրները առանց ինտելեկտուալ անհատների չեն լինի։ Հարցեր է, չէ՞ տալիս, իսկ ոնց եղավ, որ այս եկեղեցին այստեղ է կառուցվել։ Այո։ Իսկ ոնց եղավ, որ օրինակ հայերը Երուսաղեմում այսպիսի կալվածներ ունեն, եկեղեցիներ ունեն եւ, չգիտեմ, թաղամաս ունեն, հա, 4 թաղամաս, որից մեկը այո, եթե չեմ սխալվում, եղել ես այնտեղ։ Ես Երուսաղեմում չեմ եղել։ Երուսաղեմում ես չեմ եղել, Երուսաղեմում եղել է իմ ընկերը, որտեղ մենք 2 հոգով ենք նկարում։ Եթե ես կամ ինքը հաղորդումը հիշում եմ, եղել է, ինքը իմ լավ ընկերը Արմեն Անանյան, մենք 2 օպերատոր էինք, ինչի համար ենք 2 օպերատոր, որպեսզի կարողանանք նախատեսված ժամանակահատվածում 2 անգամ ավելի նյութ նկարահանել, հա, որպեսզի արդյունավետ լինի։ Հիմա եթե ինքը միտեղ չի եղել, ինքը չի եղել իմ պատճառով, որտեղ ես եմ եղել այնտեղ, եթե ես ինչ որ միտեղ չեմ եղել, ես էլ չեմ եղել իր պատճառով, որտեղ ինքն էլ այնտեղ էր նկարում։ Հիմա Երուսաղեմ Արմենն է գնացել։ Ես այդ ժամանակ հիմա չեմ հիշի որտեղ եմ եղել, բայց հաստատ մի ուրիշ տեղ եմ եղել։ Անպայման գնա, ես եղել եմ, ես ասեմ իմ մոտ այդ վերջնական իմ աշխարհայացքի ձևավորումը եղավ Երուսաղեմում, երբ որ տեսա 4 թաղամաս երկիսված, հա, հին Երուսաղեմը։ Այո։ Արաբական, մուսուլմահմեդական, հա, այսպես ասենք, հրեական, քրիստոնեական ու առանձին հայկականը դա առանձին ցիվիլիզացիան եւ իրենք էլ ընդունում են դա եւ այդտեղ ես հասկացա վերջնական, հա, որ ես մի մեծ ազգի մասնիկ եմ, հա,
որը ունի պատմություն եւ որը ունի լավ իմաստով, հիմա բոլոր բառերը փչացել են, գիտես, հպարտություն, հա, այսինքն մեջս դա եղավ եւ դա մի կողմից ինձ թողում է հեշտ ապրել, հա, բայց մյուս կողմից է պատասխանատվության ինչ որ բան եմ կրում, բայց արի վերադառնանք մի փոքր ավելի շուտ, մինչեւ հերոստատեսություն, Ես ինձ թվում է երևի թե հերոստատեսն եկել է ձեր գյուղ, հա, ինչ որ ձեզ նկարելու, թե ոչ, որովհետև ինձ գիտես ինչն է հետաքրքիր, առաջինը հարց ինչ են Արցախում, հա, բոլորը լավ երգում, թե իմ մոտ տպավորությունն այն է, որ ես ինչքան արցախցի երգիչ եմ տեսնում, բոլորը լավ ձայնով, պրոֆեսիոնալ եւ այլն, այսինքն ես դեռևս չեմ հանդիպել վատ երգող, չգիտեմ, մարդ այդ կողմերից, հա։ Չէ, ես քեզ ցույց կտամ նման մարդ։ Դպրոցքատ եւ այլն, այսինքն Հիմա ես գիտեմ, որ դուք երաժշտական ընտանիք եք, բայց դա ինչ-որ միտեղից գալիս է, ձեր հարազատներից, տնեցիքից ով էր երգում։ Իրանք ջան, իրականում մենք այնքան էլ երաժշտական ընտանիք չենք, որտեղ իմ ընտանիքում երաժշտությամբ զբաղվում եմ միայն ես։ Կինս կյանքում տեսած չկան, որ նույնիսկ ափսեները լավանալուց ինչ-որ քթի տակ մի բան երգի, չի երգում այդ մարդը ընդհանրապես։ Աղջիկս ու տղաս ընտրել են դեռ ուրիշ մասնագիտություն ու մնում եմ ես։ Արսենի ընտանիքը շատ ավելի երաժշտական է, որովհետև Արսենի երկու երեխաներն էլ հրաշալի երգում են, այսինքն սիրում են այդ գործը, հա, այսպես ասեմ, բեմը սիրող մարդիկ են։ Ես որ դու Արսենում եք քաշել էլի։ Հիմա ես դա էլ կասեմ։ Եվ ավելին ասեմ, Արսենի կինն էլ էր երգում ու նույնիսկ մի ժամանակ շատ լուրջ զբաղվում էր, նույնիսկ տեսահոլովակ ունի, այդպեսի։ Հետո այլ խնդիր է, որ ինքը հասկացավ, որ կինը ավելի լավ է լինի լավ մայր, ինքը այդպես որոշեց։ Ես չեմ ասում երգչուհին չի կարող լինել լավ մայր։ Որոշեցին, որ տնից մեկն է երգելու։ Ինքը ճուզեց երգ փեղկվել, հա, այսպես։ Ինքը որոշեց, որ ավելի լավ է ինքը լինի լավ կին, լավ մայր, որ ամեն ինչ հասցնի, դա իր որոշումն էր, այսինքն Արսենի ընտանիքը ավելի երաժշտական էր։ Ինչ վերաբերում է ինձ ու Արսենին, իմ պապան էլ, մաման էլ շատ լավ երգում էին։ Հատկապես մայրս արտակարգ բնատուր երաժշտական ընդունակություններ ունի, չգիտեմ, դա էլ երևի ինչ-որ գեներով եկած բան է, այսպիսի մի բան կա, ես դա էլ եմ պատմել, ուսանող ժամանակ դա 60-ականների վերջին երևի, հա, 60-ականների վերջին, ինքը ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը, այնտեղ է սովորել ու Թաթուլ Ալթունյանը ինչ-որ ուսանողական միջոցառման ժամանակ լսել է մայրիկիս երգեցողությունը, մայրս երգելուց է եղել ինչ-որ բան, ու առաջարկություն է արել անմիջապես, որ տեղափոխվի բան, խումբը, հա, իրենց Թաթուլ Ալթունյանի նվագախումբ տեղափոխվի, մայրս ուրախացած այդպես երբ որ արձակուրդ թե ինչա չգիտեմ, վերադառնում է Արցախ ու պապիկիս ասում է, որ բա գիտես, այսպեսի բան, Թաթուլ Ալթունյանը ինձ հավանել է եւ այլն, պապս ձեռքը խփել է սեղանին, ասել է ոչ մի դեպքում դու ոչ մի Թաթուլ Ալթունյան, ոչ մի երաժշտություն, ոչ մի բեմի մարդիկ հազվադեպ է պատահում, որ ամուր ընտանիքներ են ունենում, այդպես այդ մարդը տպավորված է։ Մտածել եմ թեթև սոլիկ ինչ-որ տենց ոչ մի բեմ, ոչ մի երաժշտություն, ոչ մի արվեստ, դու ուսուցչուհի ես դառնալու, գալու ես քո հարազատ գյուղում դասավանդես ու ամուր ընտանիք կազմես, ոչ մի բեմ, ոչ մի բան։ Նու ես իհարկե հիմա էգոիստաբար շնորհակալ եմ պապիկիցս, որ մայրս այնա ինչ որ կա, այսինքն ես չգիտեմ, եթե ինքը երգչուհի դառնար, ես կլինեի թե չէ։ Այդ իմաստով եմ ասում, բայց ուզում եմ ասեմ, մայրիկիս շատ լավ տվյալներ է ունեցել, նույնիսկ հիմա 80 տարեկան կին է, երբ որ այդպես ընտանեկան հավաքներ են լինում եւ այլն, ինքը այդ սիրուն են ժողովրդական գոհարներից ինչ որ բան կատարում է կարճ, որովհետեւ չի կարողանում ֆարինգիտ ունի, չգիտեմ ինչ, ու շատ ճիշտ, մարդը երաժշտական կրթություն չունի, փորձ չունի որևէ, բայց հրաշալի տիրապետում է մեր ժողովրդական երկարվեստի այդ մանր գաղտնիքներին, հա, երբեք
անիմաստ խաղեր չի անի, երբեք չի կլկլացնի, ու մենք ես էլ Արսենն էլ լիքը ժողովրդական երգեր սովորել ենք հենց մայրիկիցս, նաև մանյարան, որն է մաքուր։ Հետո երբ որ սկսել ենք արդեն ավելի լուրջ զբաղվել, տեսել ենք, համոզվել ենք, որ մաման իսկականից ճիշտ էր երգում, այո։ Այդպես մեր ամբողջ այդ երաժշտական ինդուստրիայի մասին, հա։ Դու իհարկե ես երաժշտական դպրոց հաճախել եմ, ես երաժշտական 2 դասարան եմ ավարտել։ Սկզբում ակարդեոնի դասարան եմ ավարտել, հետո դա վերջացնելուց հետո 7 տարին սովորել ես, հա, համանդեղ թե լույս։ Իմ հանրակրթական դպրոցի ուսումնառության այդ ամբողջ 10 տարվա ընթացքում ես երաժշտական դպրոց եմ հաճախել նաև։ Այսինքն առաջինից 5-րդ դասարան ակարդեոնի դասարան եմ ավարտել, հետո 5-րդում ընդունվել եմ Հրազդանի երաժշտական դպրոցի շվի դուդուկ զուռնայի դասարանը։ Այսինքն ժողովրդական փողային նվագարաններ։ Ստիլապետում։ Շատ լավ։ Նույնիսկ միջև հիմա։ Նու չեմ զբաղվում այդ առանձնապես տենց շատ չեմ նվագում, բայց ես մոտ մի տարի նաև աշխատել եմ։ Ես աշխատել եմ 90 թվականին, ես աշխատել եմ Արցախի երգի բարի պետական անսամբլում որպես մենակատար։ Դուդուկ զուռնա շվի էի նվագում այնտեղ երաժշտախմբում, հա, եւ սովորում էի եւ աշխատում էի, կարգին հարուստ ուսանող եմ եղել այն վատ տարիներին, որտեղ աշխատավարձ էի ստանում նաեւ, այն ժամանակվա ուսանողի համար բավականին մեծ աշխատավարձ, վատ չէր, Լուսահոգի Աշոտ Առաքելիչը մեր ընդդեղի հա, խմբի ղեկավարը, գեղարվեստական ղեկավարը ինձ կանչեց, ինձ տեսավ, կանչեց, գնացի, ընդունվեցի, այդպես։ Ուզում եմ ասեմ, բավականին լուրջ զբաղվել եմ, նվագել եմ։ Հետո ինչպես եւ բոլոր տեղերում կյանքը երբեմն ինքն է, չէ՞, կյանքի հունը ինքն է քեզ տանում, չէ՞։ Դու այսպես գնաս, թե այնպես գնաս։ Արավ դեպի դրագրություն։ Այո, դե մասնագիտությամբ բանասեր եմ։ Կարծացին որ պատմաբանասիրական։ Այո։ Ես ավարտել եմ պատմաբանասիրական ֆակուլտետ, այդ ֆակուլտետը ինչ որ փորձարարական կարծեմ 2 տարի։ Իսկ ինչի չգնացիր պատմականի հետևից, այլ գնացիր բանասիրական կոպիտ ասած դեպի դրագրություն։ Ասեմ ինչի, որովհետև այն ժամանակ բանասիրական ֆակուլտետները դարձրեցին պատմաբանասիրական, ոչ թե պատմական կար առանձին։ Հա։ Իդեպ պատմականը մնաց պատմական, բայց կարծեմ 2 տարի 90 եւ 91 թվականներին ընդունելություն կատարեցին եւ հիմա 95 եւ 96 թվականի ավարտածների դիպլոմում գրված է պատմաբանասիրական ֆակուլտետ։ Դրանից հետո նորից բանասիրական առանձին է, պատմական առանձին։ Բայց այն ժամանակ այսինքն բանասիրականը դարձրել էին պատմաբանասիրական։ Էքսպերիմենտալ ինչ-որ բան։ Այո, ինչ-որ էքսպերիմենտալ ինչ-որ բան արեցին։ Ինչ էին համ պատմությունն են սովորացնում, համ լեզվագրականություն։ Պատմությունը խորացված անցնում էինք գրեթե, բայց ամեն դեպքում դա բանասիրական ֆակուլտետ էր, էլի։ Այսինքն շեշտը հենվածությունը, այսպես ասեմ, ավելի շատ լեզու գրականության վրա էր, քան թե պատմության, բայց քանի որ պատմաբանասիրականները նաև պատմություն առարկան էին բավականին խորացված անցնում, մի քանի պատմություն էին անցնում, էլի, մի քանի։ Ու բախտներս իհարկե բերել կոնկուրսի պատմություն չենք անցել, դա արդեն շատ կլներ, բայց հին աշխարհի պատմություն, միջին դարեր, հայոց պատմություն խորացված, այդպես անցնում ենք, էլի։ Իսկ առաջի երգը այդ ժամանակ ես գրել թե ավելի շուտ, օրինակ, չգիտեմ, Մոցարտը 4 տարեկանից էր ինչ-որ բաներ գրում, Բեթհովենը երևի տակայից, այսքան երաժշտություն լսել ես, ինչ-որ ինձ միշտ հետաքրքիր է, միշտ հարցնում եմ, էլի, եւ երբ որ հյուր են գալիս եւ եթե ես տեսնում եմ մարդկանց, ոնց է այդ կապը ստեղծվում, որտեղից է երաժշտությունը գալիս մտնում գլուխը, էլի, այսինքն սա ինչ-որ փորձ է, սա իրոք աստծո հետ կապ է, ինչ-որ միասին, թե ինչ-որ շատ բան ես լսում, քո մեջ է ինչ-որ ձևավորում։ Իսկ դե հիշես այդ բա առաջին այդ երաժշտությունը երբ հայտնվել կո։ Իհարկե կհիշեմ, նախ Տիգրան ջան, ես 8-րդ, 9-րդ դասարանից սկսած միշտ գիտարով եմ եղել, միշտ Բաքվում, բիսեդկայի մեջ մեր
ընկերական ինչ որ շրջապատում հավաքների ժամանակ ինչ որ առիթներ բան շատ սիրել եմ, իսկ սիրելու պատճառը Որ ընդհատում այսքան բան ակարդեոն չես սիրել։ Նվագում էի, բայց հետո երբ որ մեծացա, ինձ շատ ավելի սկսեց դուր գալ այլ երաժշտություն, հա, այսպես, դե այն ժամանակ շատ բարդ էր, երբ որ ես 16-17 տարեկան էի, ամեն օր չի որ բախտ էր վիճակում, ենթադրենք Beatles լսելու կամ Pink Floyd կամ չգիտեմ Rolling Stones, ես ինչ իմանամ Uriah Heep բան այդ ամեն ինչը դա ինձ համար հայտնություն էր ու ես հարազատ ունեմ բարեկամ ունեի, ինչի ունեմ Փառք Աստծո Ես ասել կրված կնես դրա Չէ, ես չեմ կռվում ոչ ոքի հետ, նման բան չկա, իմ շատ սիրելի հարազատներից է, մորս քերու տղան, որը ինձանից բավականին տարիքով մեծ է եւ մելոման էր, հա, այսպես հրաշալի տեխնիկա ուներ տանը այն թվականներին եւ շատ բարձրաճաշակ մելոման էր եւ ես նրա միջոցով եմ իմացել, որ աշխարհում բացի sense բան են չէ, ասում նոր իմացա, որ Պերճ Պրոշյանից բացի Բորխես էլ կա էլի, այդ վիճակն է, ես իրենից իմացա, իր հետ եմ լսել առաջին անգամ ու ուղղակի դա ինձ համար բան էր էլի, իսկ մեր հայ իրականության մեջ, երբ որ ես սկսեցի լսել Հախվերդյան, երբ որ ես սկսեցի Մեծչյան լսել, իրանք արդեն ինձ համար մի ուրիշ հարթություն էին, մի ուրիշ մակարդակ էին, այն ամեն ինչից բացի, որ բան շիր պատրեբի պես չէ, որ հեռուստատեսությամբ ցուցադրում էին, հա, լավ բաներ կար բնականաբար, բայց ջահել մարդու սիրտը միշտ ինչ որ նորություններ ա, չէ, ուզում։ Ու ես հասկացա, որ աշխարհում ինչպիսի հրաշքողություններ կա, աշխարհում ինչ երաժշտություն կա, ես արդեն մի քիչ ավելի մեծանալով ես արդեն ինքս էի այդ կասետները, հա, ինքս էի արդեն հայթայթում, ինչ որ սուղ միջոցներով փորձում այդ մագնիտոֆոն բան, որպեսզի հա լսեմ, այդպես արդեն մոռացա ինչից ենք խոսում Տիգրան։ Չէ, մենք խոսում ենք, այսքան լսեցիր, խոսացիր, մի հատ դիտածը քո Բորխեսով էր, հա, այսինքն որ դու իմացար Բորխես, այդ Բորխեսով էր երաժշտության մեջ եւ հետո երևի այսքան լսեցիր, նվագեցիր, երաժշտություն սկսեց գալ ու այդ մեջ որ ինչ որ մենք առաջի երկից էինք խոսում։ Այո։ Հա, գիտես Տիգրան, ես որպես երաժշտասեր ինքս ինձ համարում եմ մի քիչ աննորմալ։ Կան չէ մարդիկ օրինակ որ մարդը սիրում է Deep Purple, ինքը սիրում է եւ վերջ, անվերապահորեն սիրում է իր համար Deep Purple-ի Zeppelin-ի ամեն մի նոտան պաշտելի է։ Ես այդպես չեմ։ Ես նույն հեղինակի, իմ սիրած հեղինակի, մի ինչ որ ստեղծագործություն կարող եմ ալբոմից ընդհանրապես հանեմ չլսեմ, որտեղ դուրս չի գալիս, լավը չի։ Ես պարտավոր չէ բոլոր երգերը սիրել։ Չէ, բայց մարդը եթե բանա ֆանա, ինքը ֆանա չէ, տենց բան կա։ Չէ, ես այդ բանը հիմա ես ինձ համար ռոք երաժշտության Էվերեստը, հա, Pink Floyd-ն է։ Դա չի քննարկվում, նրանց հետ ոչ ոք համեմատվել չի կարող, դա իմ կարծիքն է։ Այդ երաժշտության գագաթը Pink Floyd-ն է։ Բա աշխարհում ամենահզոր գիտարահարը Դեյվիդ Գիլմորն է։ Այսպես, հա, չնայած կվիճ է, բայց չէ, բնականաբար բանից Գիլմորից վիրտուոզ շատ ավելի բաներ կան, բայց նայա իմը, ինձ պետք չի վիրտուոզ, ինձ պետք է հոգի, ես այդ հոգին Գիլմորի նոտաների մեջ եմ, Գիլմորի հնչողության մեջ եմ գտնում, սա շատ անհատական է, բնականաբար ես չեմ վիճում, ասենք մեկ է աշխարհում, կամ Ջիմի Հենդրիքս, հա, բայց Ջիմի Հենդրիքսի երաժշտությունը իմը չի, կամ այդքան իմը չի ինչքան որ Pink Floyd-ի կամ Gilmour-ն։ Հա։ Չէ, շատ բաներ կա որ շատ եմ սիրում, բայց գագաթնակետի մասին եմ ես խոսում։ Ամենամեծ պիկի մասին եմ ես խոսում։
Այն լեգենդար տարիներ է, չէ՞, Deep Purple, Pink Floyd, Led Zeppelin, որտեղ հիմնականում ոնց որ դա առաջատար երևի իրանք են, հետո արդեն այլ բան։ Սա մի ուրիշ խոսակցության թեմա է, որտեղ այդ տարիները միայն երաժշտության մեջ չէին լեգենդար, ամեն ինչի մեջ էին լեգենդար։ Ես միշտ ասում եմ, երեխեքներն ինձ բան են անում, ասում են, «Ադի հին ես, էլի հին ես»։ Դինոզավրը Հա, ասում են, հին ես, էլի հին ես։ Ես էլ ասում եմ, լավ, ձեր նորը մի բան ցույց տվեք, այդ արժեքի մի բան ցույց տվեք։ Բավ երաժշտություն Համո Սահյանի մակարդակի մեկին ցույց տվեք, կողեք աչքս։ Միշտ այսի կեսկատակ ասում են, որ երաժշտությունները մեղրները վերջացել են, այսինքն ինչ որ հնարավոր է գրել, արդեն գրվել է, համաձայն ես։ Չէ։ Դա նույն բանն է, որ ասես 3 առաջ օրը հաց եմ կերել, էլ չեմ ուտում, չէ՞, մեղեդի ոնց կվերջանա։ Բանաստեղծությունը ոնց կվերջանա, ոնց բանը գույնը ոնց կվերջանա, կերպարվեստը քանդա ոնց կվերջանա։ Մեղեդին, քո մեղեդին ոնց sense Deep Purple-ով, Led Zeppelin-ով, Ախվերդյանով սոսկեց եւ եկավ քո մոտ, ասեց ես եմ սա է։ Տիգրան ջան, ես այնքան ծանծաղամիտ ու խելագար չեմ, որ ես ինձ համեմատեմ Pink Floyd-ի հետ կամ Purple-ի, չէ, դրա մասին չի խոսքը։ Չենք համեմատում, այսինքն այդ քո մեղեդին։ Հա, առաջին։ Ես ներշնչվեցի ավելի շատ իրենց։ Այդ առաջին անգամ ձեռքը գիտար վերցնելը, ինչ որ վարիացիաներ փորձել անելը, հենց այդ ներշնչանքն էր կամ ես ծայրից ծայր անգիր գիտեմ, նույնիսկ հիմա ծայրից ծայր անգիր գիտեմ Հախվերդյանի ամբողջ ժառանգությունը, Արտուր Նեշչյանի ամբողջ ժառանգությունը, նու անգլերեն չեմ տիրապետում, բայց ծայրից ծայր գիտեմ Pink Floyd-ի ալբոմները ամեն նոտայով, ամեն պաուզայով, ամեն ինչով, նույնն էլ մնացած, հա, լեգենդար խմբերի երաժշտությունը, ծայրից ծայր գիտեմ, ես դրանով ապրել եմ, ես դրանից ներշնչվել եմ, ու աստիճանաբար ես էլ փորձել եմ ստեղծել իմ փոքրիկ այդ համեստ աշխարհը, Ինչ-որ առաջին երկին ես այդ երկը իմ Արսենի հետ մեր բոլոր համերգներին պարտադիր նվագում ենք, որտեղ այդ երկը արդեն 30 տարի Արսենը լավ ասում, ասում այդ երկը ինձանից մի քիչ փոքր։ Ճիշտ է ասում, իրականում այդ երկը Արսենը առաջին անգամ երգել է 95 թե 96 թվականներին երկի պետական թատրոնում։ Իսկ երկը մի հրաշալի պատմություն ունի։ Հիմա չզարմանաս, եթե ասեմ այդ պատմությունը ես մի քիչ աղավաղված գիտեմ, որովհետև այն ժամանակ էլ ամբողջ պատմությունը լավ չեմ իմացել։ Հետո էլ լիքը բաներ մոռացել եմ։ Այդ երգը աղջկա նամակ է։ Նամակ, թղթի վրա գրված, գրիչով գրված նամակ, որը աղջիկը գրել է իր սիրած տղային։ Իսկ սիրած տղան ոստում ա եղել, որ գրել է տվել է տղայի ընկերոջը, որ հերթ փոխում են, չէ, իրար, որ տանի տա տղային։ Մի քանի օր այնտեղ ա եղել, աղջիկը կարոտել գրել, հա, ցավոք սրտի նամակը հասցեատիրոջը չի հասնում։ Մինչև նամակը գնում է այնտեղ, տղան արդեն դիրքերում չի լինում, հիվանդանոցում ա լինում, հետո արդեն չի կարդում այդ նամակը, եւ այսպիսի մի խելագար բան ա որոշվում։ Սովետական հին ֆիլմ կար, կոչվում էր Ֆրանտավիե պիսմա открываются, ինչ որ սև ու սպիտակ ինչ որ կինո է, հա, որ ճակատային նամակները բացվում են։ Նու այս սրա օրինակով մեր միջի ավակը մենք բենդ ունեինք Ստեփանակերտում, մենք բենդ ունեինք եւ նվագում էինք ինստիտուտում էր այդ բենդը եւ մենք նվագում էինք, ես այնտեղ գիտար էի նվագում այդ բենդում։ Մեր միջի ավակը, մեր գեղարվեստական ղեկավարը ասում է, ես հիմա անուններ չեմ տալիս, որովհետև կարող է խառնեմ, ով ինչ ասեց, սրան վերագրեմ, նրան վերագրեմ, սա չի էականը, էականը գաղափարն է, որ մենք բացում ենք այս նամակը հիմա, որովհետև աղջիկն է մեր ընկերոջ նշանածն է, մեր քույրն է, հա, այսպես ասեմ, տղան էլ մեր լավ ընկերն է։ Ինքը ասում է, այս սերը պետք է չկորչի։ Այս սիրո պատմությունը պետքա չկորչի։ Ես առաջարկում եմ նամակը բացենք ու այս նամակի հենքի վրա փորձենք մի երգ գրել։ Ու ինձ միշտ ասում են, այս երգը քո երգն է, ասում եմ ոչ։ Այդ երգը իմ երգը չի, այդ երգը մեր երգն է։ Այդ երգը ես համահեղինակ եմ ու ինձ համար մեծ պատիվ է, որ ես համահեղինակ եմ։ Բայց այդ երգը մենք մեր այդ բենդի տղաներով ենք մշակել, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, մեկը բան, ես էլ իմ վաստակը ունեմ այդ երգի
վրա բնականաբար կարող ասենք մեր բառաբանշիկը չի խառնվել այդ երկի ստեղծմանը, հա, բայց մեկը իրանել է այդ երկը։ Դա այդ Արսենի ամենահայտնի, ամենաառաջին երկն է, բայց դու չես գալիս, այդ նամակը, այդ ամբողջ խոսքերը այդ աղջկա նամակի մեջ է եղել։ Բնականաբար խմբագրվել է, փորձել ենք մի քիչ չափածոյի վերածել, բայց ախ սիրելիս դու չգիտես, ինչքան եմ քեզ դա այդ աղջկա գրածն է եղել։ Այսօր ցավոք սրտի բենդի տղաներից երաժշտությունը միանգամից ծնվեց։ Դա մենք այո, երաժշտությունը միանգամից ծնվեց, բայց այդ երաժշտությունը մենք ոնց ասեմ, ամեն անգամ նվագելուց մի հատ էինք վերամշակում, մի հատ էինք անցնում, մի հատ պարզապես այս երգը երաժշտական տեսակետից ինքը շատ պարզ կոմպոզիցիա է, ահավոր պարզ։ Բայց այն որ ասում են շլագեր, հա, երևի։ Հա, միանգամից խիտ է։ Այո, բայց որ ասում են շլագեր, իրոք շլագեր է, որտեղ 30 տարի նույն երգը երգես ու մարդիկ էլի պահանջեն, շլագերը հենց դա է։ Մի խոսքով։ Իսկ հետո ավելի առաջին երգն եղավ, արդեն ավելի Հետո արդեն կլապանը բացվեց, հա, ու հետո արդեն ամենաշատը բնականաբար համագործակցում էի Արսենի հետ, հետո արդեն մենք գրեցինք հին օրեր, եկար անցար, ես բանարեցի օգներ ինձ Մարիամ, դա էլ ներշնչանքեր Սևակից, հա, օգներ ինձ Մարիամ անաղարտ մնամ, այս մի տողը, հա, ես վերցրեցի Սևակի այդ հանճարեղ տողը եւ կառուցեցի լրիվ ուրիշ երգ, որը հիմնված է հենց դրա մասին։ Տեսահոլովակներ կա, կարծում եմ տեսել եք, բավականին լուրջ աշխատանք է։ Իսկ երբ եղավ, երբ որ ուրիշ երգիչ եկավ, ասեց ինձ համար երգ գրի։ Տիգրան, ես հիմա եթե ասես հերթով ասա ում հետ ես չի աշխատել, ես առաջինը հիշվում է, չէ, երևի առաջինը չեմ հիշում, ես բայց հիշում եմ մարդկանց շատ մարդկանց աշխատել եմ Կրիստինե Պեպելյանի հետ, այո, Սոֆի Մխեյանի հետ եմ աշխատել եմ Աննա Խաչատրյանի հետ, նույնիսկ չեմ հիշի ում համար ինչ եմ, որտեվ ինձ մոտ մեկ պատահում ինչ որ երգ եմ լսում, դուրս է գալ, մի անգամ նույնիսկ արտահայտվել եմ, ասում եմ, ինչ լավ երգ է, բան, կողքից ասենք ընկերս ինձ ուսից բզում, ասում այդ տղա դու ես գրել ես երգը, ես չէի հիշում, իրոք չէի հիշում, շատ-շատերի հետ եմ համագործակցել, բայց դե բնականաբար մեծամասամբ Արսենի հետ, եղբորս հետ, իր երգերի Իսկ Արսենը փոքր ժամանակով ինձ երգում էր։ Ոչ, ես միտեղ կարծացել եմ, որ ինքը ընդհանրապես շատ ուշ սկսեց խոսել։ Արսենը կարող մի անգամ սկսեց 4 տարեկանում սկսել է խոսել եւ քայլել, կարելի ասել, որովհետեւ շատ ծանր երեխա էր, 6 կիլո ծնված մարդ ինչ կլինի։ Հա, բացի դրանից էլ Արսենը լրիվ ուրիշ հետաքրքրություններ ուներ։ Ինքը ես Արսենի դպրոցական տարիներին եթե 9-րդ, 10-րդ դասարանը չհաշվենք, որտեղ արդեն սկսել էր ինձնից օրինակ վերցնելով սկսել էր գիտար բռնել բան, ես բացարձակ չէի մտածի, որ Արսենը կսկսի նվագել, բայց ես տունը չէր երգում, տենց ինչ տանը չէր երգում, չէ, մայրիկի երգելուց տենց իր այդ երգ։ Չէ, բացարձակ Արսենը տարած էր Արսենին կերպարվեստի եւ քանդակագործության վրա, Արսենը սիրուն քանդակներ էր անում։ Շատ սիրուն քանդակներ էր անում, ինքը շարք էր արել մեր հայդուկների, ֆիդայիների, հա, Աղբյուր Սերոբ, Գևորգ Չավուշ, Անդրանիկ, բան այսպեսի բանը, նաև կանացի մարմիններ էր քանդակում, շատ սիրուն։ Հիմա չի անում։ Դե հիմա ուզում եմ նորից անել, ես վերջերս իր համար քանդակագործական դասգահ եմ սարքել։ Ես եմ սարքել, որ պատտվում, հա, այսպես բան, որտեվ սիրտը ուզում է, տեսնում եմ, ուղղակի ժամանակը չի ներում, դե դա էլ է ժամանակատար բան, այդ կավի հետ գործ ունենալը մի քիչ բան է, էլի ժամանակ տրամադրել է սիրում, այսինքն թրջես, հունց ես, մաղես, չգիտեմ ինչ անես, կիսատ մնաց խոնավ բան անես, մի խոսքով, այսպիսի բաներ կա, բայց ես համոզված եմ, որ կան, եւ բացի դրանից Արսենը մեր խոտի հոկեյի ազգային հավաքականի ամենաերիտասարդ բանն էր, խաղացողներ, այո, մենք ունեցել ենք խոտի հոկեյի ազգային Սոս Հայրապետյանը, այո, լեգենդար հոկեյիստ էր եւ վերջում բրիտանական բան էր, բրիտանական թիմի ռմբարկուն էր ինքը,
Իսկ Արսենը, քանի որ հրազդանում ենք, մենք Կարծեմ հրազդանի թիմն էր հենց հրազդանի թիմի հենքի վրա էր ազգային հավաքականը։ Մեր խաղում ժամանակ։ Այո, բավականին ուժեղ թիմ էր եւ հրազդանի թիմի այդ բազայի վրա էր, ինչի համար որտեղ հրազդանում այդ մարզաձևը սարսափելի զարգացած էր։ Ինձ հետաքրքիր է։ Ես չեմ կարող ասել։ Առաջին հայերը որ հոկի են խաղում արդեն բանա, զարգանում է, բայց սա խոտի հոկի է, խոտի վրա դա է։ Այո։ Ինքը տիպիկ թեև կանայք են խաղում, բայց դա հոկի է վերջի վերջո։ Կոշտ տղամարդկային խաղ է, այսպես ասեմ, թուլամորթների համար չի էլի։ Այդ խաղի ժամանակ ստացված վնասվածքները շատ ավելի ծանր են լինում, քան ֆուտբոլի խաղացել, հիմա ֆասելն Արսեններ կա արդեն երկու հոգի ճանաչում։ Արսենը սպորտի վարպետ է։ Ինքը սպորտի վարպետ է, ինքը հենց այդ բանով էլ ընդունվել է ֆիզկուլտ ինստիտուտ, Արսենը ֆիզկուլտ ինստիտուտ է ավարտել։ Այսինքն ինքը վերջին պաշտպան էր խաղում, իսկ այդ եթե այդ խաղից մի փոքր բան ունես, վերջին պաշտպանը ամենածանր բանն է, դիրքն է։ Ավելի ծանր, քան բանը, դարպասապահը։ Երեկոությամբ բազում է։ Հա, ինքը ֆիզիկապես բավականին այսպես բնդուկ տղա էր, էլի շատ պինդ բաներ։ Ու ուզում եմ ասեմ այդպեսի, բայց հետո մի անգամից ընդունվելուց հետո, երբ որ ինքը արդեն Երևանում էր ապրում, ես հասկացա, որ այս մարդը լրջորեն զբաղվում է երկարվեստով, հետո արդեն որ ընդունվեց Երգի պետական թատրոն, ես արդեն հասկացա, որ իր ճանապարհը դա է։ Դպրոց բան չէր անցել։ Բացարձակ երաժշտական կրթություն չունի, թեև ինքնակրթությամբ, ինքնուսուցմամբ բնականաբար մարդը զբաղվել է։ Ես այսօր չէի ասի, որ Արսենը վատ երաժիշտ է, ինքը գուցե այն նախնական կրթությունը չի ստացել, բայց այսօր կյանքի փորձը ամեն օր, ամեն ժամ։ Նմանի մայրիկիդ, հա, որը էլի կրթություն չուներ, բայց մանկուր երկում էր։ Երևի, հա, երևի այդպեսի բանում, ասում եմ, տես բան կա չի, ասում են մարդու մեջ պետք է լինել, չէ՞, մարդու մեջ պետք է լինել։ Հա, հիմա դրա հակառակը չէ, նաև կա մարդը ավարտել է կոնսերվատորիայի բանը, ենթադրենք դասական վոկալի ֆակուլտետը, բայց այդ դիպլոմը օժիտի մեջ ինչ որ տարը լինելուց բացի ուրիշ բանի չի ծառայել։ Այդպես է կարեն մեկ պարանի վրա կախում են, հա։ Հա, այդ ուզում եմ ասեմ, ես չեմ բանանում, չեմ նսեմացնում կրթության նշանակությունը, բնականաբար կրթությունը միշտ է եղել մոդայիկ, չէ՞։ Բայց էլ եմ ասում, երգելը, դա կամ երգում ես, կամ չես երգում, այսինքն դզել փչել մի քիչ բարդ է։ Ու մի անգամ ասիր, որ մեղեդին վիրավորել չի կարելի, հա։ Այո, հայտնի արտահայտությունն է, այսինքն դա վիրավորելը որն է, ինչ որ բաներ ավելացնել իր վրա, ծանրացնել, այլ ուղով տանել։ Եթե խոսքը գնում է արդեն հայտնի մեղեդու մասին, այսինքն ենթադրենք ինչ որ հայտնի մեղեդի Հոթել Կալիֆոռնիա։ Հա, դե բան են անում, չէ՞, հիմա շատ ընդունված է, չէ՞։ Ես այդ թեմայով էլ եմ երեխեքի հետ վիճում։ Ասենք իրենք վերցնում են 60-ականների, 70-ականների մի հատ ճկնաղ ստեղծագործություն, չէ՞, ու սկսում են փչացնել։ Նորարարություններ են բանանում, չէ՞, ասենք վերցնում է Բոբ Դիլան ինչ որ երգ, չէ, որ հանրահայտ ինչ-որ երգ, ու իրանք սկսում են ինչ-որ էքսպերիմենտներ անել դրա վրա։ Ես էքսպերիմենտներին դեմ չեմ, բայց էքսպերիմենտ անողը գոնե առաջին հերթին ինքը պետք է զգա, ինքը փչացնում է, թե ինչ-որ հետաքրքիր մասնիկ ավելացնում է, ու երբ որ փչացնում են, արդեն ես անջատում եմ, ես չեմ կարող լսել։ Այդ թեմայով եմ բանում։ Ոչ մի նոր բան չես ընդունում, ոչ մի նոր չէ ընդունում։ Կա երգ, որը ավելի լավ է դառել, քան նախորդ տարբերակը, օրինակ։ Այդպես էլ կա, օրինակ, այդպես էլ է լինում։ Ինչ որ կատեգորիկ բան չկա։ Այդպեսի երգ կա, բանն է, Bob Dylan-ի Knocking Heaven's Door, իսկ Guns N' Roses-ը ավելի հետաքրքիր են դարձել այդ երգը, ավելի ռոք աբրաբոտկայով էլի։
մի քիչ այլ շունչ են տվել։ Չգիտեմ, դա էլ է շատ անհատական, ինձ համար այդ երկը հեղինակից ավելի կատարյալ ոչ ոք չի կարող կատարել։ Կարող է ինչ-որ հետաքրքիր բան անեն, հետո վերջի վերջո եղբայր, ասենք 60-ականների, 70-ականների հնչողությունն ու այսօրվա հնչողությունը չի կարելի համեմատել իրար հետ։ Երկայն, որ ես իմացա, որ Ռուբեն Ախվերձյանինն է, շատ ուշ, որտեղ օրինակ Զախարովը շատ լավ կատարում էր այդ երգերը, ու ես ասում եմ, զարմացա, որ Ախվերձյանի երգերն եմ իմացել։ Դե նայած ինչ, մեկը լավ է կատարել, մեկը ես կլսեմ, մյուսը չեմ լսի, որովհետև երբ որ ես դա լսել եմ Ախվերձյանի կատարմամբ, ինձ մոտ դա է տպավորված, դա է կատարյալ շատ ավելի, նա վերցրել է իր ձևով արել, բայց չէ, միևնույն ժամանակ, ասենք նույն Հարութ Փամբուկչյանը ունի երգեր, որ իրանից բացի ուրիշ ոչ մեկին չեմ պատկերացնում, դա ոնց կկատարի։ Դա շատ անհատական է, էլի։ Չգիտեմ, ամեն մարդ մի իր ձևով է ընկալում։ Ամեն մարդ երգներ, կտավներ, քանդակներ, ամեն մեկը իր ձևով է ընկալում։ Արվեստի անսահմանությունը հենց դրա մեջ է։ Դու ես եւս մեկ տաղանդ, հա, եւ մեկ ոլորտ, որ շատ քիչ մարդ գիտի, հա, բացի ինձանից ու եւս իրեն մի 100 հոգի, հա։ Արդեն ինձ էլ է հետաքրքիր է ինչն է։ Դա ամենահայտնի երաժշտական դադարն է, հա, Շտոկզե Կագդա։ Միշտ հետաքրքրում է ոնց ես որոշում, որ այս մարդը պետք է գա երգի, որովհետեւ ես վերջերս նաեւ նկատել եմ, որ կոնցեպտուալ որոշակի բաներ արդեն որոշվում, այդ մարդկանց որտեղից է գտնում, որտեղ լինում են հայտնի, լինում են անհայտ, բայց այդպիսի փոքրիկ աստղեր, որ եղել է, որ հենց երաժշտական դադարից հետո է մարդը ճանաչելի դարձել եւ աստղ դարձել։ Այո, այդպես նույնպես եղել է։ Գիտես, նախ մի անգամից ասեմ, որ ոնց հայտնվեցի։ Ես միանձնյա չեմ որոշում դա, այսինքն այնպես չի, որ ես որոշում եմ բանը, ինչ որտեղ երբը թիմա բավականին կուր, բավականին փորձված, մենք արդեն քանի տարի իրար հետ անում ենք այդ նախագիծը եւ բնականաբար այնտեղ մենք մի քանի հոգի ենք եւ մեզ մոտ աշխատանքի հստակ վերաբաժանում որպես այդպեսին չկա։ Բոլորս էլ ասма բոլորս ամեն ինչ անում ենք ու արդեն գծերի վրա ենք, էլի գիտենք, հստակ գիտենք, որ սա արեցինք, ոչ մի բաստողում չկա, ամեն ինչ նորմալ է։ Ծրագիրը ռելսերի վրա է դրված մի խոսքով, բայց դա էլ է մեծ աշխատանքի արդյունք, դա իր երթին։ Իսկ երաժշտական դադարներ արդեն միասին ենք որոշում, ընդհանուր հայտնվեցիր, այսինքն Կարենը Քոչարյան կանչեց, թե Քոչարյան Կարենին ես շատ վաղուց եմ ճանաչում։ Շարմից իրար իմանանք։ Այո, ես շատ վաղուց եմ ճանաչում Քոչարյան Կարենին, ճանաչում էի մինչև այդ բանը շատ ավելի վաղուց եւ այդպես այդ երբ որ դադարեցրեցի աշխատանքս քիչ առաջ խոսում էինք Օտարամայի ճամփեքի վրա եւ այլն, պարզապես դա փուլ էր, որ ես հոգնել էի ուղակի։ Ես սարսափելի հոգնել էի, որովհետև դա ինտենսիվ աշխատանք էր, ինչքան հետաքրքիր կրկնակի էր ինտենսիվ, որովհետև ես հետո մի օր հասկացա, որ ես այս մեքենայով այդքան գնալ գալ, ես ինքնաթիռի մեջ էի ապրում։ Ինքնաթիռի ու գնացքի ու մեքենայի մեջ էի ապրում, մի անգամ նույնիսկ տղաս փոքր էր, այդպես կարոտել էր երեխան երևի երկար էի մնացել, որ եկատուն այդպես կպավ ինձ բան, մի անգամ այդպես ասեց պապ, եթե մի անգամ էլ գնաս այսքան ուշանաս, հետո որ գաս քեզ հոպար եմ ասելու։ Այլ իբր որ գնում ես ավելի շատ դրսում ես լում, քան թե տանը։ Սա զուտ այդ բաններ, դրանից հետո արդեն անցա աշխատանքի այդ ինչ որտեղ էր նախագծի վրա մինչև այսօր ընդհանուր ինչ որ բան չկա, որ ես ասեմ ոնց ենք որոշում այդ երգերը։ Պարզապես դեռ մի քանի բաներ կան, որ խաղին անհրաժեշտ է, այսպես ասեմ, օրինակ ձգտում ենք ընտրել
ավելի կենսախինդ, կենսուրախ երգեր, ինչի համար, որովհետև առանց այն էլ այդ կլոր սեղանի մոտ մարդիկ նստած այդ բանը, դա թոթափել է պետք, չէ՞, ոնց են ասում restart անելա, չէ՞ մի հատ։ Հա, հիմա ասենք մարդիկ առանց անել տես նստած բան, մեկ էլ գալիս ես ու սկսում ես որսկան ախպեր երգել։ Երգը դուք եք որոշում, այսքան երգչին կամ երգիչը որ գալիս է։ Դա էլ է բան։ Սկսում եմ, քանի որ բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ մտերիմ եմ, ինչ որ երգ եթե մենք ունենում ենք գաղափար, որ այս երգը որնի լավ կլինի, այս երգը որ այս երգերը որ լինեն, ես արդեն մոտավորապես գիտեմ, ասենք որ երգի համար որ երգչին կարող եմ զանգել էլի, կամ գիտեմ որ այս երգը ինքը ունի, արդեն զանգահարում ենք, պայմանավորվում ենք, շատ դեպքերում չի լինում, մարդը սիրով ասում է եղբայր, ես մի շաբաթ կամ 10 օր ժամանակ ունեմ, կձայնագրվեմ, կգամ բան կանեմ էլի, կպատրաստեմ, որ ասում չէ ես հենց այս երգն եմ երգելու վերջ։ Այդպես էլ է լինում։ Այդպես էլ է լինում։ Եթե իր ասած երգը մեզ բավարարում է, խնդիր չկա, բայց եթե չէ, առաջին հերթին մենք առաջնորդվում ենք ծրագրի շահից, հա, որ ծրագրին էս է պետք, եղբայր։ Սա երաժշտական ծրագիր չի, քո պրեմիերան մեզ չի հետաքրքրում։ Մեզ պետք է էս բանը, որտեվ իսկ նոր մարդկանց ոնց եք գտնում։ Որտեվ շատ երիտասարդ հետաքրքիր լավ ձայներ։ Իրենք են դիմում։ Բացարձակ պետք չի մտածել, որ ամենալավ երգիչ երգչուհիները կամ ամենաօժտված երգիչ երգչուհիները նրանք են, ովքեր ամեն օր երևում են հեռուստաէկրանների։ Այդպես չի։ Այդպես չի։ Ես շատ երաժիշտները ձեռք չի թողնում, որ իրենք հայտնվեն այնտեղ։ Ոչ միայն մարդկա չեն ուզում։ Մարդկա ինչին է պետք։ Այդ մարդկանց որտեղ գտնել։ Դե, բայց ես 30 տարի երաժշտությամբ եմ զբաղվում։ Զարմանալի չի, որ ես այդ մարդկանց ճանաչում եմ, իրենք են ինձ ճանաչում։ Դա իմ աշխարհն է, իմ շրջապատն է, հա, իմ մոլորակն է։ Մենք բոլորս իրար ճանաչում ենք։ Մենք իրար հետ շփվում ենք ոչ միայն երաժշտության կամ համերգների հետ կապված հարցերով, ընկերություն ենք անում, զանգում ենք իրար, մեկը մի ուրախություն է ունենում, մասնակցում ենք, մեկին Աստված մի արասցե մարդ ենք, նաև դժբախտ պահերի ենք իրար նեցուկ կանգնում, իրար հասնում, չգիտեմ, իրար օգնում, որտեվ դա մի յուրահատուկ աշխարհ է, որտեղ բնական է, եւ դա բնական է, բժիշկներն էլ իրենց բանը ունեն, չէ՞։ Եղել է որ մերժ են գալ։ Եղել է, այո, իհարկե եղել է։ Օրինակ երգիչ կա, որ երգիչ չէ, նույնիսկ երգիչներ, երգչուհիներ կան, որ ինձ հետ շատ ջերմ են, մենք իրար հետ շատ մտերիմ ենք, շատ, բայց ասում եմ եղբայր, ես չեմ կարող այնտեղ երգեմ զուտ բանի համար, այսինքն ֆորմատ կա, չէ, այդ ծրագիրը ֆորմատ կա, ասում եմ, չեմ կարող, ես նեղվում եմ, ասում եմ, որ մարդիկ անմիջապես կողքս կանգնած են, ես նեղվում եմ, չեմ կարողանում։ Ինձ կներես էլի, ես չերգեմ էլի տեղ, ես էլ ասում եմ, ցավոտ է տանեմ, այ մարդ, ոչ ենք զորելու, մարդը չի ցանկանում, չի ուզում։ Իհարկե այդ հարցը քեզ լավ Կարենին տամ քոչարեն, բայց քեզ եմ ուզում հարցնեմ, երևի որ անմիջական շփման մեջ եղել ես երգիչների, երգչուհիների հետ, ինձ մոտ ինչ որ բան եղել է ցանկություն թիմ ձևավորել, ես գիտեմ որ ոչ մրցույթային նաև խաղեր կան, հա, եւ ինչ որ ոչ մրցույթային խաղ, օրինակ երաժշտական դատարանի ժամանակ ելույթ ունեցած երգիչ-երգչուհիներից ինչ որ թիմ ձևավորել, այնպես բան եղել է, միտք եղել է իրենց մոտ։ Տիգրան ջան, կամ գա ասի ուզում եմ խաղամ ոչ թե երգի։ Հրավիրված երգիչ-երգչուհիների հետ Քոչարյան Կարենն էլ է բավականին լավ շփվում։ Գուցե իրեն ասել են, բայց ինձ հետ նման խոսակցություն կամ իրենց կողմից նման ցանկություն Իսկն գալ երգել ասել եք շավես բան ես եմ ուզում։ Հնարավոր է նաև եղած լինի, բայց այս պահին ես տենց ինչ-որ հատուկ օրինակ չեմ հիշում։ Ես ավելի շատ լավ հիշում եմ, որ ձեզ երգացրեցի, ձայնագրվեցիք, քո ձայնագրությունն եմ հիշում ստուդիայում, կապիտաններ հիշում ես, որ երգեց։ Այդ ամենադաժան փորձներից մեկն է ես երաժշտություն։ Հա, բայց հետաքրքիր էր, նաև ու ստացվեց, կարծում եմ, այսպես։ Արտուր ջան, պոստերի մասին խոսեցիք, հա, Ռոբերտ Ղուկասյան,
այդ մարդը բավականին չգիտեմ կարող եմ թելով անցնում է քո այսպես ասենք ռազմական չէ, հա հայրենապաշտպան, այսպես ասենք, ծառայական մարտական երկու պատերազմով է անցել եւ ինչքան գիտեմ երկու դեպքում էլ այդ մարդը հրամանատար է եղել, կողքից է եղել, մարտական ընկերդ է եղել։ Պատմես մի քիչ։ Տիգրան ջան, գիտես Եվ շատ եմ, ես բոլորին այդ հարցը տալիս եմ, ինչ տարբերություն։ Ռոբերտ Ղուկասյանի հետ կապված ես միշտ այդ մարդու անունը հենց որ ես հիշում եմ, ես նաև անմիջապես հիշում եմ հայտնի արտահայտությունը, չէ՞ որ պատահական ոչինչ չի լինում։ Իրոք այդպես է։ Ես հրաշալի հրամանատարներ եմ ունեցել։ Արտակարգ տղամարդ հրամանատարներ եմ ունեցել։ Իրոք մարդ մեծատառով ու նույնը կարող եմ ասել 2020 թվականի ժամանակ նույններ ես այդտեղ Թադևոսյան Միշան, Ավետիսյան Վալոդյան, ի վերջո մեր ընդհանուր հրամանատարը Արտուր Ալեքսանյանը, արտակարգ իրենք ռազմագետներ են, արտակարգ հրամանատարներ են, արտակարգ հոգեբաններ են, այստեղ պարզապես Ռոբերտ Ղուկասյանն ինձ համար ինչով է առանձնանում, որովհետև Ռոբերտ Ղուկասյանին ես ճանաչել եմ 95 թվականից, դեռ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ, երբ որ ինստիտուտը ավարտեցի, ու գնացի ծառայության, այն ժամանակ 1.5 տարի էր բարձրագույն կրթությամբ զորակոչիկներին 1.5 տարի էր հասնում ծառայություն, եթե ռազմական ամբիոն չեն ունեցել, էլի, մենք չենք ունեցել եւ ես 1.5 տարի զորակոչվեցի բանակ։ Ռոբերտ Ղուկասյանը եղել է իմ գումարտակի հրամանատարը։ Այն ժամանակ շատ ավելի երիտասարդ, շատ ավելի հզոր ու ամեն ինչով հզոր։ Ինքը եղել է իմ հրամանատարը։ Ծառայությունը ավարտելուց հետո ես գալիս եմ տուն, Արսենին են տանում բանակ, ուրիշ զորամաս։ Հա, հատուկ գունդը, սպեցնազ։ Արսենը գնում է բանակ եւ պարզվում է, որ Ռոբերտ Ղուկասյանը նաեւ Արսենի գումարտակի հրամանատարն է, հա։ Այսինքն նաև Արսենի հրամանատարն է։ Այսինքն երկուսից հրամանատարն էլ եղել է նույն մարդը։ Ու 20 թվին, երբ որ երջանկահիշատակ Արկադի Թադևոսյանի ջանքերով ձևավորվում է այդ եւ Արտուր Ալեքսանյանի նախաձեռնությամբ, հա, երբ որ ձևավորվում է այդ Ամարասի Արտուրն է։ Այո։ Երբ որ ձևավորվում է այդ բանը, գումարտակը, որը պիտի մեկներ բան Մադաղիսի գիծը, հա, իսկ դա ձևավորվում էր այսպես նախկին հատուկ ջոկատայինները, որ հատուկ ծառայություն են անցել, այդ վետերաններն էին հիմնականում կորիզը, թեև դրսից էլի կային միացող մարդիկ, օրինակ ես։ Ու այն ժամանակ գալիս ենք բան ու մեկ էլ տեսնում ենք, որ էլի մեր հրամանատարը Ղուկասյան Ռուբոնը, այլ Ռուբո ենք ասում, դա Ռոբերտ անունը, ու նորից մենք միասին գնում ենք, բայց այս անգամ մի քիչ ավելի ծառայությանը չնմանվող տեղ։ Ու իրար հետ ենք եղել։ Ինքը ու Արսենը Այո, իրար հետ ենք եղել, նաև դիրքերում իրար հետ ենք եղել։ Մենք անընդհատ գիտեք, հիմա այսօր 20 թվականի մասին որ խոսում են, մեկ-մեկ sense բաներ են ասում, որ դե հրամանատարները թողել են, փախել են, չգիտեմ, ես չգիտեմ, ես դա չեմ տեսել, գուցե եթե մարդիկ ասում են, գուցե այդպես էլ է։ Եղել եք ամենավտանգավոր տեղը, եթե չեմ սխալվում, հա։ Չէ, ես չէի ասի, որ մենք ամենավտանգավոր տեղն ենք եղել, որովհետև անվտանգ տեղ էլ չկար։ Մեկը մյուսից վտանգավոր են եղել։ Հիմա նվազան դաշտավայրում եք եղել, որտեղ շարերում եք եղել։ 24 ժամ անընդմեջ հրետակոծության տակ, եթե տարածքը հրետակոծվում է, դիրքերը չի է հրետակոծվում։
տարածքը ամբողջ հողը այրում էին։ Ամբողջ տարածքը եթե հրետակոծում 24 ժամ շարունակ։ Բան էին անում, գալիս էին ասում էին այսօր հրադադար, ուրախանում էինք այդ խոնավ ցեխոտ փոսերից ասում ենք դուրս գանք մի հատ արև կպնի մեզ բան, դեռ դուրս չեկած հա տարակում էր ամեն ինչ։ Նորից խցկվում էինք այդ փոսերի մեջ։ Ու այդ մարդը ինքը ոնց ասեմ, ինքը ոնց որ այսպես ասեմ, հրետակոծության ժամանակ պարկում էր քեզ վրա։ Այդ տեսակ հրամանատար էր։ Այդ տեսակ մարդ էր։ Երբ որ ինքը քո կողքն էր, իսկ ինքը միշտ էր քո կողքը։ Ես չգիտեմ, ինձ համար ինքը բարձրապես նույնը ես ասում եմ, նույնը ես ասում եմ Թադևոսյան Միշայի մասին, իրենք հայտնի հրամանատարներ են, իրենք շատերն են ճանաչում։ Ավետիսյան Վալոդիայի մասին, իրենք էլ էին նույնը, ուղղակի անմիջապես մեր կողքին Ռոբերտն էր Ղուկասյան։ Երբ որ ասենք 120 մմ-անոցը 10 մետրի վրա քեզանից պայթում է, ինքը քեզ գիտես, ասենք ոտկը դնում ասենց սաղավարտիք վրա, կասկիք վրա այսպես ոտկը դնում, բայց ինքը չի էլ պարկում։ Մոտդ այսպես կքանստած է, հասկանում ես, ու դու ասես նայում ես դեմքիդ տեսնում ես ժպտում ասում է։ Ասում ով չի վախենում նա հիմար է, բայց մի վախեցի։ Հանգիստ, լավ ալնելու հանգիստ է։ Այսինքն այդ մարդը տենց մարդ է։ Նույնը Արսենի հետ, այսինքն ինքը ուրեմն օրը 24 ժամ ցած աչ դիտակով նայում էր, որ ես ու Արսենը իրար հետ քիչ լինենք։ Ասեք ախպեր սա պետք է չէ շփվել ասին միտեղ լինելը մի կողմից լավ է, բայց մյուս կողմից վատ է։ Չէ, գիտես ինչ էր անում, բաներ անում, շատ լուրջ, ջղայնանում էր, եթե պետք էր հայհոյելով ասում էր, արա դու գնա մտի փոսը։ Արիստե, դու գնա մտի փոսը։ Իրար հետ ձեզ չտենամ, արա։ Չտենամ ես ձեզ իրար։ Չէ։ Մի անգամ ասեցիք, որ եթե Աստված չտեղի էլի ինչ-որ բաննի, այլևս միտեղ չեք լինելու, հա։ Ես այդպես ասում եմ, բայց իսկ եթե տարբեր տեղեր լինենք, այդ դեպքում ասենք ինչ կլինի հոգեվիճակը։ Անհանգիստ կլինես էլի։ Իհարկե։ Ավելի լավ է իրար հետ լինենք, բայց իրարից հեռու մնանք։ Դա շատ ավելի ճիշտ է։ Իսկ ընդհանրապես Տիգրան ջան, ես հիմա 5 տարի, 6-րդ տարին արդեն անցել է այդ դեպքերից։ Թացը չորը խառնել են իրար բոլորը։ Իմացողներն են խոսում, չիմացողներն են խոսում ու ավելի շատ խոսում են այն մարդիկ, ովքեր ոչ միայն բացարձակապես տեղեկություն չունեն այդ օրերի այդ 44 օրվա մասին։ Ընդհանրապես տեղեկություն չունեն։ Ու ինչքան չունեն, այնքան բարձր են խոսում։ Միշտ տենց է։ Հա, ու դատարկի ինքները ավելի ուժեղ զրանգում են։ Ու դու երբ որ իրենց ասում ես եղբայր, այդպես չի։ Այդ ով քեզ դες նման բան դու որտեղից ես լսել։ Ով է նման բան ասել քեզ։ Նույնիսկ բանա, հիմա բանա, չէ, մոդայիկա, չէ, անհիմն բաները, չէ, անհիմն խոսակցությունները։ Ամենաբարձր մակարդակներից վարակվել են մարդիկ, սուտը, հերուրանքը, այդ ինչ տենում են դա սովորել։ Այո։ Այսինքն ինքը չլինելով այնտեղ, ինքը տեղեկություն չունենալով, քեզ համոզում է, որ սենց է եղել։ Հիմա ինչի համար եմ սա ասում, այդ հրամանատարական սպայական կազմի հետ կապված, ես այն ինչի ես տեսել եմ, ես դա կարող եմ միայն ասել, որ եթե այդ քիչ առաջ այդ անունները, որ ասեցի, եթե իրենք չլինեին, մեր կեսից ավելին պարզապես կմնար այնտեղ պարկած, եթե չլինեին իրենք, իսկ այն, որ մեր գումարտակը, դիրքապահ գումարտակը առանձնապես մեծ կորուստներ չունեցավ, դա հենց իրենց շնորհքն էր, այդ մարդկանց մասին պետք է խոսվի, այդ մարդկանց անունները պետք է տրվեն։ Երբ մեկ պարոնայք սպաներ, այդ մարդկանց եք հիշում։ Այո, ես հենց այդ մարդկանց եմ հիշում։ Այս վերջերս ինչ որ ամերիկյան, չգիտեմ, մեզ ասեցին, որ բան է լինելու, դա անտեսված, մոռացված հերոսների մասին է լինելու, ինչ որ մի գնդապետի նախատիպ կար, որ այդ գնդապետը, չգիտեմ ինչ հանգամանքներում հայտնվել է Ամերիկայում եւ
ստացվել է այնպես, որ այդ մարդը այնտեղ մեքենայի մեջ է գիշերում եւ այլն, բայց ինքը հերոս մարդ է, շքանշաններ ունի, մարտական երկրորդ խաչ ունի, 20 անգամ վիրավորված մարդ է, ինչ հանգամանքներում հայտնվել այնտեղ եւ գաղափար է ծնվել, որ մոռացված, անտեսված հերոսների մասին ֆիլմ նկարեն ու գրվեց այդ գնդապետ երգը, ու այնտեղ նախաձեռնողը Ռաֆին էր Ալթունյան, բայց մենք Արսենի հետ ես էլ երեքով աշխատել ենք այդ երգի վրա, որ ինքը դառնային այն ինչ որ հիմա կա։ Ну, իհարկե հետո տեսա, որ այն ինչ սպասումներ ես ունեի, այդ ֆիլմը չէր, ինչ որ կենցաղային բան է, սովորական սերիալ է դառել, Զոքանչ Փեսա հարաբերությունների մասին ավելի շատ, քան թե մոռացված հերոսների, թեև ուսուցողական բաներ այնտեղ կան, այդ էլ չժխտեմ, հայրենասիրական ուսուցողական բաներ, ինչ որ բաներ կան, ու եթե դա հատկապես եթե դա արվում է Սփյուռքում, պետք է գնահատել, որ ամեն դեպքում մարդիկ ձգտում են ինչ որ բան անեն, բայց իմ սպասելիքները լրիվ ուրիշ են։ Ու երգն էլ այդ սպասումներին համապատասխան է գրվել, իսկ երգը հենց այդ տղերքի մասին, այդ գնդապետների մասին է, որ գնդապետ է, բայց նույն արգերի տակ քեզ հետ պարկած է հողի վրա, այդ դա է գնդապետը։ Արթուր ջան, մեր վերջին հարցը շատերին եմ տալիս քեզ էլ տամ, եթե փոքր Արթուրը հնարություններ այդ ճանապարհով գնար, կգնար թե քո ընտրած ճանապարհից, քո ընտրած խաչից գոհես։ Տիգրան ջան, եթե ինձ 100 անգամ հնարավորություն տան, որ ես 100 անգամ նորից սկսեմ իմ կյանքը, ես իմ կյանքի ընդհանուր մայրուղուց չէի շեղվի բոլոր 100 դեպքերում։ Այսինքն այն ընդհանուր մայրուղին, որով ես հիմա էլ գնում եմ, ես չէի շեղվի։ Գուցե այնտեղ մի երկու բան այլ կերպ անեի։ Հասկանում ես, անձնական բանով, անձնական թեմաները նկատի ունեմ, հա։ Գուցե մի երկու բան այլ ձև կանեի, որ հիմա հետ եմ նայում, ասենք, այստեղ ուշացրել եմ այս բանը կամ այս բանը ես պիտի չանեի կամ այս բանը պիտի անեի։ Դրանք կանեի ընթացքում, բայց իմ կյանքի ուղուց ես չէի շեղվի բոլոր 100 դեպքերում են։ Շնորհակալություն, Alpha զրուցակցի հյուրներ, երգահան, երաժիշտ, հեռուստատեսության ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետ Արթուր Սաֆարյանը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, շնորհակալություն։